Բարեդեսելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնարարության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունիսի 7-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Սկսենք Հայաստանի իրադարձություններից, որովհետև մեր մոտ արդեն նախընտրական կրքեր են, անգամ ընտրության օր են հայտարարում, դրանց հերթով կանդրադառնանք նոր աշխարհաքաղաքական կարևոր իրադարձությունների։ Նախ երեք Նիկոլ Փաշինյանը դեռ Ալիևին չէր շնորհ, ամենայնպես չէր տարածվել նյութը, երբ որ մենք եթերը մեջ էինք, դրա համար այսօր անդրադառնամ այդ թեմային։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ադրբեջանին Կուրբան Բայրամի կապակցությամբ։ Շնորհավորում եմ Ադրբեջանի Հանրապետությանը եւ ադրբեջանական ժողովրդին Կուրբան Բայրամի կապակցությամբ մեր երկրներին ու ժողովուրդներին մաղթում եմ խաղաղություն եւ բարգավաճում, գրել է Փաշինյանը։ Իհարկե սա առաջի անգամ է, որ ինքը Կուրբան Բայրամի առիթով շնորհավորում է, համարում է, որ արդեն հարաբերություններն այնքան լավացել է Ադրբեջանի հետ, որ արդեն ժամանակն է փոխադարձաբար շնորհավորել, թեպետ ես չեմ հիշում, թե որ մեր միջոցառումն է Ալիևը շնորհավորել։ Այսինքն սա համարենք էլի Հայաստանի կողմից առաջի քայլ, այն դեպքում, երբ որ մենք անընդհատ նախաձեռնություն ենք հանդես բերում եւ տեսնում ենք Ադրբեջանի վերաբերմունքը դրան։ Իհարկե նաև Էրդողանին էր հեռախոսազրույցով շնորհավորել, մենք քանի որ խոսել ենք այդ մասին, որ Նիկոլ Փաշինյանին ընտրությունների հետ կապված օդ ու ջրի պես պետք է Թուրքիայի եւ Ադրբեջանի աջակցությունը, շատերը նաև հարցնում են, իսկ այդ աջակցությունը ինչ տեսք պետք է ունենա։ Նախ տեսել եք, որ իրանք շատ լավ ցանց ունեն Հայաստանում, տեսել եք ոնց են իրանք ծառայում, տեսել եք ինչ փողեր են պատտվում, այդ բարդ չի հասկանալ։ Եվ մի մոռացեք, որ նրանք նաև միջնորդավորված կարող են այդ ամեն ինչը անել Ռուսաստանի միջոցով, որոնք անարգել Հայաստանում ցանկացած գործողություն կարող են կատարել։ Եվ բացի դրանից, լավագույն ձևը ես խաղաղություն եմ բերել, տեսնում եք չեն կրակում, կամ Ժորժ ջան, եթե այս բանը սենց չլի Ադրբեջանի հետ պայմանավորված կրակում են, Նիկոլ Փաշինյանը դրան համարժեք քայլեր է անում հասարակությանը մոբիլիզացնելու կամ ընդդիմությանը մեղադրելու համար։ Այսինքն միշտ էլ կարող են Ադրբեջանի հետ պատերազմը օգտագործել որպես նախընտրական առիթ։ Այնպես որ դա առաջի դեպքը չի, նախորդ ժամանակներն էլ են դա օգտագործել։ Նիկոլ Փաշինյանն ուղղակի քանի որ իշխանությունը նախորդներից վերցրել է, ոչն էլ է վերցրել, թե ինչպես կարելի է Ադրբեջանի հետ պասերով ներքաղաքական օրակարգի վրա ազդել։ Իսկ նաև ուշադրություն դարձրեք այդ մարդիկ, ովքեր Մատվիենկոյի գալուց խիստ դժգոհ էին, ես որ ասում եմ նաև վատ չէր լինի դժգոհել նաև հրավիրողից, որովհետև հրավիրողը գրկաբաց եթե ընդունում է, դժվար է պատկերացնել, որ հյուրի պիտի դժգոհես, բայց ես չտեսա, որ Էրդողանին կամ Ալիևին շնորհավորելու հետ կապված նույն մարդիկ Նիկոլ Փաշինյանին քննադատեին, ել չեմ խոսում Մատվիենկոյին ընդունելու հետ կապված։ Դրա համար ընդհակառակը նաև տեսա, թե ինչպես էին արդարացնում, թե ինչ կարևոր քայլ արվեց, որ ինքը շնորհավորեց, դա շատ կարևոր է։ Հիմա դուք արդեն լավ հասկանում եք, թե շնորհավորը ում համար էր կարևոր, իհարկե էլի կանդրադառնանք դրան, նաև մի բան էլ ուղղակի, որովհետև կենսաթոշակի հետ կապված սոցիալ-նախարարը Նարեկ Մկրտչյանը օրինակ մի բան ասեց, բնակչության լուրջ դեֆորմացիա ունենք, ավագ սերունդը ամեն տարի մեծ թվով ավելանում է, դրա հետ կապված ես երեք խոսեցի, բայց էլի մարդկանց հետ արկրում էլի հարցեր տվեցին, մի փոքր էլի պարզաբանեմ, փաստորեն խնդիրը ինչին է վերաբերում։ Թոշակ բարձրացնել չենք կարող, գումար չկա, բայց եւ միևնույն ժամանակ ավելի է վիճակը վատանալու, որովհետեւ գնալով թոշակառուների քանակն ավելանում է, աշխատող ձեռքը հարաբերակցությունը պակասում է ի հաշիվ թոշակառուների։ Այդ իսկ պատճառով շատ ավելի լուրջ դեֆորմացիա ենք ունենալու։ Բայց դեպքում ինչ է առաջանում, ստիպված թե դրսից աշխատող բերենք, հա, բայց հարցը ծագում, եթե աշխատատեղ ունես, թե չունես, որ աշխատող բերես։ Աշխատողը մենակ մեխանիկական բերում ես երիտասարդ, որպեսզի թոշակառուների հետ հարաբերակցությունը պարզես, կամ եթե աշխատատեղ կա նորմալ, չեմ կարծում, որ ներսում աշխատող չկա։ Հասկանալի է, թե ինչ է համար ասում, որ մերոնք անբան են ու անգրագետ, որպեսզի դրսից մարդ բերելը արդարացվի։
Հիմա իրանք երկու քայլանի կոմբինացիա են իհարկե անում, հարցը նա է, որ իրանք օդ ու ջրի պես, քանի որ դեմոգրաֆիական վիճակն է խառնվում իրար, դեֆորմացվում է նաև այդ սերունդների հարաբերակցությունը, այդ պարագայում իրանք շատ արագ պետքա դրսից շատ մեծ թվով աշխատուժ բեր, որտեղից դա կբերես, հասկացանք մի քիչ Հնդկաստանից, մի քիչ Պակիստանից, հիմա հասկացաք ինչպես է օդ ու ջրի պես պետք 300,000 ադրբեջանցիների բերելը օրինականացնել, այլապես մենք պրոբլեմ կունենանք, մեզ հստակ աշխատուժ է պետք, զարգացած երկրներից Այդ ինչ աշխատավարձ տան, որ կան աշխատեն, իհարկե չեն գալու։ Ամենահարմարը Ադրբեջան, այսինքն իրանք արդեն հող են նախապատրաստում, որ մեզ թոշակառուների եւ աշխատողների հարաբերակցությունը փոխելու համար պետք է այն դեպքում, երբ որ ասում ենք, այդ սոցիալական հիմնադրամները կեսաթոշակային, որ ստեղծվեցին, որոշակի տարեքային շեմից հետո իրանք հատկացումներն անելու են, իրանք փողը ստանան պետության վրա, այդ բեռը պակասելու է, ոչ թե ավելանալու, այլ չեմ խոսում արհեստական աշխատուժով հարցերը լուծելը։ Բացի դրանից, հիմա ինչ է ստացվում։ Մարդը Հայաստանից գնում է դուրս, իր թոշակը չեն տալի։ Մարդը աշխատել է, փողը ստեղծել է։ Ասա եթե մի տարվա մեջ չգաս Հայաստանում հաշվարկվես, թոշակը չես տա։ Այդ մարդուն դու փողը տալի, մարդը քեզ վճարել է, հատկացումն արել է, քարտովել վճարում ես, ինչի չես տալի։ Եթե համարում ես, որ ընդհանրապես դուսը կարող է ինքը մեռածելի քարտով ուրիշը ստանա, տարին մեկ ասեք թող գնա մի հատ հյուպատոսական ծառայություն, այնտեղ մի հատ ֆիքսեն, որ այդ մարդը ֆիզիկապես ողջ է, թե ողջ չի։ Ինչ տարբերություն, եթե Հայաստան գա, այդ բանկի աշխատող աստուգելու, ավելի պատասխանատու չի ձեր հյուպատոսական ծառայության աշխատողը, այդ քանի հոգի պետք է գնան, ասի ես ֆիզիկապես ողջ եմ, իմ քարտով ուրիշը թոշակ չի ստանում։ Այդ ի՞նչն է բարդ, այսինքն Նիկոլ Փաշինյանի հայտնի կարգախոսը սիրում Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է, այստեղ էլ է աշխատում։ Սիրում ես հայրենիքդ, գնա հայրենիքից։ Այսինքն թոշակառու, եթե սիրում ես քո հայրենիքը, հայրենասիրական քայլ արա, գնա Հայաստանից, որպեսզի այդ բեռը չմնա Հայաստանի վրա։ Այսինքն առաջին դու ստեղ թոշակ չես ստանա, թոշակ կկուտակես, բայց չես ստանա, քեզ չեն տա։ Կգնաս այնտեղ թոշակ կստանաս, հենց կարգավիճակ կստանաս, որտեղ այն երկրում եթե մի ժամ չես աշխատել, կարգավիճակ կստանաս, քեզ փող են տալի, որտեղ քեզ մարդ են համարում, այդ Հայաստանում ա որ չեն համարում։ Հա, բայց եթե այնտեղ դու գնաս ստանաս ու մեծ ծախսեր չունենաս, թոշակառուն ինչ ծախսի ունենա, մի հատ էլ կարող ես փող ուղարկես Հայաստան, գնողունակ պահանջարկ ավելացնես, Նիկոլ Փաշինյանն էլ գլուխը գովա, ասի տեսեք ժողովուրդը վատ չի ապրում, ժողովուրդ։ Ինչպես տեսնում եք, նորմալ էլ ապրում են, սովամալող չկա, բան, համարդը գնացել է իր ընտանիքին փող ուղարկում։ Էս է մեր պատկերացրած քաղաքականությունը, հեռահար նպատակը։ Առաջիկա տարիների ընթացքում շատ կարևոր է դրսից աշխատուժ բերել եւ մեր թոշակառուներին երկրից հանել։ Եվ բացի դա, ցել նրանց թոշակն էլ ուտել։ Էս է մեր պատկերացած տնտեսական քաղաքականությունը ժողովուրդ ջան։ Մի բան էլ ուղղակի ասեմ, Սյունիքի մարզի հետ կապված Արավուսի հետ նախկին համայնքապետը որ ասեց, որ այդ երկու երիտասարդները, որ Ադրբեջան էին անցել, հետո նրանց ադրբեջանցիները վերադարձել են, իշխանությունների ներկայացուցիչները մի նենց վայնասուն են կապել, մի չգիտես ինչեր են անում, բա ասում են ադրբեջանցի կառևանգել են, տեսակ որ չեն առևանգել, տեսա ամբողջը կառուցել են նրա վրա, որ ինչ որ մարդիկ ասել են Ադրբեջանը առևանգել է, պարզվեց ադրբեջանցիները բարի կամք են դրսևորել, չեն առևանգել, որպեսզի նորից մարդիկ պարզ հարց չտան։ Ազգային անվտանգության ծառայությունն ասում է երկու հոգի մոլորված անցել են սահմանը, չգիտենք որտեղից, չգիտենք ուր, կպարզենք, կասենք ուր են գնացել։ Մեկ էլ համայնքից մարդը ասում է, մենք տեսանք, որ սահմանի վրա ադրբեջանցիները մեքենայով մոտեցան, նստացրեցին ու տարան։ Լավ գնացին, պարզեցին, դիվերսանտ չեն, բաց թողեցին, երեկ էլ ասին, կարող եւ բաց թողեն դիվերսանտ չեն։ Բայց ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես խոստովանեց, որ մարդը կարող է մոլորվի ու մտնի Ադրբեջան, որևէ մեկը չի ասի, տղա ջան, ես ուր ես գնում, տղեկ ջան։ Այսինքն մեր սահմանը բացարձակ բաց է ու բացարձակ անտերություն։ Այն աշճանի անտերություն, որոնից չեն տեսել, ով որտեղից է անցնում։ Նույնիսկ դա չեն տեսել, բայց տեսել են, որ այդ մարդը հենց հասնելով Ադրբեջանի սահմանին չի կարողացել խորանալ, եթե ինքը խորացած լիներ, մեր տարածքի չէին նկատի, որ իրանք նստել են մեքենա գնացել։ Այսինքն մեր սահմանը պահվում է մի կողմից, Ադրբեջանի կողմից, հիմա ինչի է իշխանությունը շատ հանգիստ, որտեղ իրանց ադրբեջանցիներն են պահում, ինչ պրոբլեմ կա որ։
Այսինքն մարդիկ պաշտոնապես խոստովանեցին, ժողովուրդ ջան, բայց դրա համար մարդ են մանգա, ենթադրենք մեկը չարախնդացել է, շատ վատ է, ենթադրենք մեկը ուրիշ նպատակով է դա ասել, դա էլ է վատ է, բայց դա արդարացնում է, որ դուք պատասխան չտաք, որ դուք իլուր աշխարհի հայտարարեցիք, որ մարդը կարող է հանգիստ գնալ մտնել Ադրբեջան, նշանակում է Ադրբեջան չի կարող անցնի առաջ, որտեվ կբռնեն, որտեվ այնտեղ տիրություն անող կա, բայց Հայաստանից հանգիստ կարող է դուրս գա, որովհետև ստեղ մենք դիրքերում պահող չունենք, դիրքապահ չունենք, սահմանապահ չասեմ, որովհետև սահմանազատում, սահմանագծում արած չի, շփման գիծ ասենք, դիրքապահ ասենք, ինչ ասենք անունը դնենք, նշանակում է մենք դա այն աշճանի չունենք, ու այն աշճանի անտերությունն է, որ նույնիսկ որևէ սարքավորումով չի ֆիքսում, գոնե ասեին սարքավորումը ֆիքսեց, որ անցնում էր, հետևից գոռացինք չլսեցին, կամ հետևից ուզեցանք հասնենք չհասանք, դուք սարքել չունեք ֆիքսել, ասում եք չգիտեմ որտեղով են անցել, հետո հիմա Ադրբեջանի հետ կպարզենք, թե որտեղ են իրանք, տեսնենք ինչ են անում, ու հիմա դրա հետ էլ կապած մեծահոգաբար որպեսի արդարացնեն, ասում դե տեսակ մեր տղաներին տվեցին, Նիկոլ Փաշինյանն էլ Բայրամը շնորհավորեց, այսինքն Նիկոլ Փաշինյանին արդարացնելու մի հատ լավ ձև ենք թե ժողովուրդ ջան, բայց չարժեր է երեխեքի համար Բայրամը շնորհավոր, որ 2 օր հետո մեկը մոլորվի, 2 օր հետո Նիկոլ Փաշինյանն ինչ է շնորհավորելու, էլ որ տոնն է շնորհավորելու ադրբեջանցիների, կամ որևէ մեկի ծնունդը, կամ բանը հուշ երեկոյի հետ կապված, ինչ է շնորհավորելու, կարաք ինձ ասեք, այսինքն կոնկրետ օրը այդ երեխեքը անցան ինքը առիթն օգտա, այսինքն որ ուզում են Փաշինյանին արդարացնեն, ասենց աբսուրդ էլ կասեն, դե այդ երեխեքի խաթր շնորհավորեց էլի, բայց այդ երեխեքը դες պատվիրած էի սահմաննացնում, որ 2 օր առաջ էլ Էրդողանին զանգեց շնորհավորեց, հա? Թե արդեն այդ երեխեքին իրանք էին պլանում, ամոթ է էլի, գոնե երեխեքի առիթ են մի շահարկեք էլի, ու մի փորձեք մարդկանց բացատրել, այդ որ դուք արդեն պաշտոնապես հայտարարեցիք, որ մեր սահմանը բացարձակ անտերություն է, ժողովուրդ ջան, եթե դա դուք համարում եք նորմալ, ուրեմն համարեք նորմալ, ինչ ասեմ, ուրեմն իմ մտահոգությունը անտեղի է, եթե դուք համարում եք, որ մենք սահման չունենք, դիրքերը մարդ չկա, սարքավորում չկա, հանգիստ կարելի է անցնել, որևէ սարքավորում, որևէ գործիք, որևէ տվիչ, որը որ կարող է մեկը ոտը դնի, ձայն հանի, արձագանքի, բացարձակ ոչինչ չկա, լրիվ ազատ է, ժողովուրդ ջան, եւ դուք ուզում եք մտածեք, որ Ադրբեջանից Հայաստան մտնելը խնդիր է, հատուկ նպատակային ցույց տվեցին, որ Ադրբեջանն էլ իմանա, որ մենք գիտենք, որ Ադրբեջան մտնել, Ադրբեջանից դե մտնելը բաց է, ժողովուրդ ջան, որևէ խնդիր, դե հիմա դե դուք մտածեք խնդիր կա թե չէ։ Իսկ հիմա իրանց համար ամենակարևորը ընտրությունների հարցն է, ժողովուրդ ջան, որտեղ այս ամեն ինչ իրանք ընտրության համար են Ադրբեջանի, Թուրքիայի, բայց չեք Ռուսաստանի չեք տեսնում ինչ են անում։ Ումից են ակնկալելու աջակցություն։ Հիմա կարդում ենք, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնում է, որ ազգային ժողովի հաջորդ ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Այսօր հունիսի 7-ն է, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հաջորդ ընտրություններին մնաց ուղիղ 1 տարի։ Այն կկայանա 2026 թվականի հունիսի 7-ին, հետ հաշվարկը սկսված է, գրել է Սիմոնյանը։ Այսինքն իրանց համար դա այնքան կարևոր օր է, որ չի համբերել անմիջապես մեզ ազդարելա, որ մի տարի մնաց հետ հաշվարկը սկսված է։ Դե հիմա լսում եմ ես թարսի պես մոդայի հետևից չեմ ընկած, շուտվանից եմ էլի ինչ որ բաներ կարդացել, թե ինչի՞ս է պետք, ես էլ չհասկացա։ Պատահական ուղղակի կարդամ ձեզ համար։ Հայաստանի սահմանադրություն, հոդված 91, ազգային ժողովի հերթական ընտրությունը, կետ առաջին։ Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտից ոչ շուտ, քան 60 եւ ոչ ուշ, քան 50 օր առաջ։ Ազգային ժողովը, որը ընտրությունն եղել է հունվարի 20-ին, լիազորությունը ստանձնել է օգոստոսի 2-ին։ Եթե գալիս ես 60 օր առաջ, գալիս ես հունիսի 2։ Եթե դրանից էլ 50 օր հաշված, կհաշվում ես հունիսի 12։ Հունիսի 2-ի եւ հունիսի 12-ի արանքում կա ընդամենը մեկ կիրակի, դա հունիսի 7-ն է։ Այսպես հաշվարկել է ազգային ժողովի նախագահը։ Բայց երկու բան կա այստեղ, այն էլ ասեմ ու միանգամից։
Կարդանք հոդված 93 ազգային ժողովի ընտրությունների նշանակումը ազգային ժողովի հերթական եւ արտահերթ ընտրությունները նշանակում է հանրապետության նախագահը ազգային ժողովի նախագահն ինչի այս մասին հայտարարում Ինչ հանրապետության նախագահը այնքան զբաղված էր էլ ուրիշ անելիք չկար չկարողացավ ժամանակ գտնի իր պարտականությունը կատարել այնքան էլ պարտականությունը կոտորվեց կատարելով որ այսի պարտականությունը որ ինքը պետք է կատարի այսինքն դուք հասկանում եք չէ՞ այս մարդիկ թքած ունեն սահմանադրության վրա ես սահմանադրությունից եմ կարդում թքած ունեն սահմանադրության վրա ու բացի դրանից նույնիսկ այդ օրը որ օգոստոսի 7-ը հաշվարկած է ներողություն բանը հունիսի 7-ը հաշվարկած է դա էլ այդպես չի ասեմ ինչի որովհետև օրինակ ասենք միացյալ նահանգների ընտրությունները գիտեն կոնկրետ նոյեմբեր ամսի առաջի 3 շաբթի վերջ գիտեն կարող է չգիտեն որը կլինի բայց 4 տարի մեջ գիտեն առաջի 3 շաբթին երբ հանգնում եւ մեկ էլ մի հատ հստակ պարզաբանում կա առաջի նոյեմբերի առաջի 2 շաբթի հաջորդ 3 շաբթին դա ինչի համար է ասում որ եթե հանկարծ 2 շաբթին լինի հոկտեմբերի 31-ին ապա նոյեմբերի 1-ին ընտրություն չի լինի կլինի նոյեմբերի 8-ին այսինքն պետք է նոյեմբերի միջի առաջի 2 շաբթի հաջորդ 3 շաբթին լինի այսինքն սովորական բանաձև է կոնկրետ օրը չգիտես բայց ամեն 4 տարին մեկ գիտես այդ կոնկրետ օրը որովհետև կոնկրետ 3 շաբթին որոնա անգնում իսկ Հայաստանում ասված է 60 օրից ոչ շուտ եւ 50-ից ոչ ուշ դա նշանակում է հունիսի 2-ից 12 եթե նույնիսկ մեկ կիրակի այնտեղ գրած չի պարտադիր կիրակի որովհետև կարող է ինչ պատճառներով կիրակին անհնարին լինի անցկացնել թեպետ ավանդույթի ուժով մենք միշտ կիրակի ենք անցկացնում բայց այդ դեպքում ո՞նց է կոնկրետ օր հայտարարում եթե կոնկրետ օրը լներ կոնկրետ օրը գրած կլներ որ առաջիկա ընտրություններ լինում է ոչ շուտ քան 60 օր ուշ ոչ բանը եւ քան 50 օր առաջ բայց որ դա լինի առաջիկա կիրակի բայց գրած չէ սահմանադրության մեջ դա սահմանադրության մեջ կոնկրետ կիրակի օրը ֆիքսված չի տված է այդ ժամկետը որը կա այսինքն կոնկրետ օրը բանաձևով հաշվարկել եւ դա հայտարարել իլուր աշխարհի այն էլ ազգային ժողովի նախագահի կողմից որը այդ իրավասությունը չունի այն էլ պարտադիր որ դա պետք է լինի կիրակի երբ որ սահմանադրության մեջ չկա իսկ նշանակում է որևէ ուժով ավանդույթի կամ նույնիսկ եթե ընտրական օրենսգրքով էլ դալին միևնույնն է դա չի կարող հիմք հանդիսանալ կոնկրետ օր հայտարարել թե ցանկացած օրենք կարելի է փոխել մինչև ընտրություններ բայց սահմանադրությունը չես հասցնի փոխես իսկ սահմանադրության մեջ կիրակին նշված չի ժողովուրդ ջան ես ուզում եմ ասեմ որ իրավաբան ազգային ժողովի նախագահը գոնե երկու նախադասության մեջ գոնե մի սխալ անի էլի իսկ էթիկայի տեսանկյունից պատկերացնում եք դա ինչ է էլի երբ որ դու քո վրա ես վերցնում հանրապետության նախագահի ֆունկցիան ու առանձնապես ֆունկցիա էլ չունի Եթե դուղակի դա պատկերացեք ինչի համար եմ ես դա ասում որովհետև մարդիկ եթե հիմա արդեն նախընտրական կրքերի մեջ են ոչ մի բանի առաջ կանգ չեն առնելու այդ ուղակի իմանաք իհարկե հիմա նաև մի ուրիշ կողմն էլ է նախընտրական կրքերի մեջ հայտնվել նախընտրական արտահերթ process-ներ են ձեռնարկում բան իրաց հաջողություն թող փորձեն չեմ ուզում ասեմ նաև հավատում եմ չեմ հավատում հաջողություն կունենան ակնհայտ է որ առանձնապես չի հետաքրքրում թե ինչ են անում եթե իրանք մտածում են որ վայ դուք հերթական ընտրության եք պատրաստվում կարծում եք դրանով ինչ կլինի արտահերթն կարևոր ոչ մեկտեղ չի բացառում արտահերթ գործընթաց եթե դրա համար բարենպաստ իրավիճակը լի ժողովուրդը փողոց լցվի այդ որ հրապարակային գործիչը որը պատասխանատվություն կարող է վերցնի իր ուսերին մի կողմ պետք է քաշվի եւ պետք է չմասնակցի Պարզա որ ակնհայտորեն պետք է գնա եւ կանգնի ժողովրդի կողքը եթե նման process առաջանա այսինքն ոչ մեկը արտահերթ գործընթացը չի բացառում բայց եւ միևնույն ժամանակ անուն չի դնում որ եթե արտահերթ չի ուրեմն ոչ մի բան չի ստացվելու դուք ուզում եք ինչ անեք լավ ինձ արտահերթը չեղավ այդ 4 տարի ասում եք արտահերթ պետք է անենք որ չի ստացվում ինչ եք առաջարկում այս երկիրը տենց էլ պետք է գնա դրա համար ավելի լավ է այո նախապատրաստվել հերթական ընտրությանը բայց միշտ պատրաստել արտահերթ
ընթացներին։ Այնպես որ մենք նույնպես կմտածենք ամեն ինչ արել, մանավանդ ինչպես տեսնում եք, եւ իշխանությունը եւ իր սրտի ուզած ընդդիմությունը, որը արդեն քայլը արել է եւ իշխանություններն էլ արդեն հարցակվել են նրանց վրա, նրանք էլ նրանց վրա, որ օրակարգը ամբողջությամբ լցնեն եւ ամեն ինչ անեն, որ ընդհանրապես տեղ չթողեն այդ օրակարգում։ Դրա համար մենք էլ մտածենք, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ժողովուրդը նորմալ ձևով պատկերացնի առաջիկայում ինչի վրա ուշադրություն դարձնի, ինչը կարևորի գաղափարական ու արժեհամակարգային եւ այդ պարագայում նաեւ մեր ուժերի ներատի չափով ինչով կկարողանանք նաեւ այս հարթակը առարկայական ունենք սրանով օգնենք, դրա համար ուրեմն ասեմ սկզբից ասեմ ընթացքում ասեմ, եթե հավանում եք սեղ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղ մեկ զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, մաքսիմալ տարածեք, եթե ցանկություն ունեք ալիքին աջակցելու, դրա հետ կապված նաև կա եւ PayPal-ի տարբերակը, որը հիմնականում ինձ Միացյալ Նահանգներից են ասել, ինչու անպայման այդ հարցը չեք անում, եւ նաև կա Patreon-ի տարբերակ եւ նկարագրական մասում բոլոր այդ տարբերակները PayPal-ինն էլ, Patreon-ինն էլ, արագ փոխանցման, բանկային, մյուս էլեկտրոնային հասցե հեռախոս, մի խոսքով ցանկության դեպքում միշտ էլ կարելի է այդ ամեն ինչին հաղորդակից լինել։ Հիմա անցնենք առաջ, նաև տեսնենք աշխարհը ինչա կատարում, որտեղ այդ ամեն ինչը նաև ուղղակիորեն առնչվում է մեզ։ Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի հետ հակամարտության ֆոնին առաջարկել է երկրում ստեղծել նոր կուսակցություն եւ այն անվանել Ամերիկա կուսակցություն։ Իր X էջում Մասկը հարցում է անցկացրել, որին մասնակցել է ավելի քան 5.6 միլիոն մարդ։ Արդյոք ժամանակը չէ Ամերիկայում ստեղծել նոր քաղաքական կուսակցություն, որն իսկապես կներկայացնի բնակչության 80%, ասում է հարցման մեջ, հարցման մասնակիցների 80%-ը կողմ է քվեարկել, մնացած 20%-ը դեմ։ Այսպես ասեմ։ Կարող է շատերը մտածեն, որ եւ հանրապետականները եւ դեմոկրատները այնուամենայնիվ իրանց ցանկությունները չեն արտահայտում, նրանք իրանց սխալն ունեն, նրանց իրանց սխալն ունեն։ Երրորդ կուսակցություն, 13-րդ եւ 130 կուսակցությունը ինչքան ուզում եք բացեք։ Ինչի մասին է խոսքը։ Բայց ով է այդ ամեն ինչը նախաձեռնում եւ ժողովրդի անունից հանդես գալի։ Իլոն Մասկ, բավորդում ընդամենը մի քանի ամիս առաջ հանրապետականների թեկնածուին պաշտպանում էիր։ Նշանակում է դու նաեւ գաղափարական աջակից էիր, չէ՞։ Բայց ինչն է իր պաշտպանում։ Դոնալդ Տրամփի, Տրամփում տեխնացուներ։ Եթե Դոնալդ Տրամփը, Իլոն Մասկը նեղացնալով Տրամփից, փորձում է խոհանոցային բաներ ջրի երես անել, կամ ցանկանում է ցույց տա, որ Տրամփը պետք է իրան պարտական լինի, կամ ինքը արդեն իրան պատկերացնում է սպիտակ տան տերը, ուղղակի այնտեղ ինքը չէր կարող ընտրվել, Ամերիկայում չեր ընտրել, այնտեղ Տրամփը ընտրվել էր, ինքն էլ նրան պետք է ղեկավար երեխու հետ գնալ այնտեղ, իրան շատ լկտի պահեր, ամբռնազբոս եւ շատ հայտարարություններ աներ, անհարգալից խոսեր տարբեր պետության ղեկավարների հասցեին, անհարգալից խոսեր դատարանների հասցեին, անհարգալից խոսեր կոնգրեսի հարցերին, ամեն անգամ գրամ արտահայտել, ես իմ կարծիքն ասել եմ այդ ամեն ինչին բացասական, երբ որ Իլոն Մասկը արդեն իր գաղափարական առումով արդեն հասել էր Մարսին էլ անցել էր, որ ինչ խայտառակություն է այս մարդը անում, ոնց է Ամերիկայի Միացյալ Նահանգներին ծանր հարված հասցնում։ Այո, եթե ինքը ասում է Դոնալդ Տրամփը, եթե ես չոքնեի չեր անցնի, կարող է ասածի մեջ ճշմարտություն կա, բայց հետո ինչ, արդեն ընտրվել, հա, ում է պարտականում, չի պարտական, ինչ ես առաջարկում։ Ինչ է քո առաջարկը։ Իրան հարգող որևէ հանրապետական չպետք է աջակցի Մասկին, եթե նույնիսկ ինքը դեմ է Տրամփին։ Իրան հարգող որևէ դեմոկրատական չպետք է ասի, այսինչ լավ է, այս հարուստ մարդը նեղացել է հանրապետականներից, թող գա մեզ միանա։ Նա հսկայական թվով գաղտնիքներ տիրապետել է նույնիսկ օրենքի խախտումով, եւ նա հիմա դա օգտագործում է շանտաժի գործիք։ Այդ մարդու կարելի է այդ մարդու հետ համագործակցել, իրան հարգող մարդը Մասկի ստեղծած կուսակցությանը կմիանա, հա չեմ ասում, մարդիկ կգտնվեն, կգնան, կմիանան, փողի համար ամեն ինչ էլ կանեն, բան չունեմ ասելու, բայց ես խոսում եմ այն արժանապատիվ մարդկանց, ովքեր պետք է ասեն, տղա ջան, դու ընդհանրապես ով ես։ Դու եկել էիր, քեզ ում տեղն էիր դրել, Ամերիկայի ամեն ինչը ցնցում էիր, տնտեսությունից սկսած, դատական համակարգով, մեդիաներով, ամեն ինչով ինչ էիր թողել դու։ Այդ ամեն ինչը անելուց հետո հիմա բավարարված չես, հիմա էլ ասպես ուզում եմ կարգեմ նախագահ փոխնախագահին։
եւ դրա հետ կապված ինչ անհրաժեշտություն էլ ցույց տա, որ կուսակցություն պետք է հիմնադրել, եթե դրա նախաձեռնողը ինքը եղավ իր ֆինանսով, պետք է ասել հաջողություն, գնա ուրիշ գործով զբաղվի։ Մարսը իր թռնում, գնա թռի Մարս։ Ես կարծում եմ, որ սա հաջողություն չի ունենալու, որովհետև այն սկանդալային ձևով իրան լկտի պահելն ու սկանդալային ձևով դուրս գալ Ամերիկայի նախագահի դեմը, եթե նույնիսկ ինքը իր աջակցությունը վճռորոշ եղե, միևնույնն է, ընտրված նախագահին կարողանա ինչ-որ բիզնեսմեն, ասի դու չես նայա, հա, կամ էլ ես ուրիշ կուսակցություն կստեղծեմ, քեզ ինչ կանեմ, ու սա կարելի է հասարակությունը դա հանդուրժի, նույնիսկ եթե Տրամփին դեմ է։ Խոսքը վերաբերում է աշխարհի թիվ 1 գերտերության ընտրված նախագահի մասին, նույնիսկ եթե նա քո օգնությամբ ընտրվի, կապ չունի։ Այն հասարակությունը, որը թույլ կտա, որ բիզնեսմենը այդքան իշխանության գլխից թռնի, այն բոլորը գլխից փորձես թռնի։ Հիշեք դատարանների հետ կապված ինչեր էր անում։ Եթե հիմա փորձեն դա թույլ տան, չեմ պատկերացնում։ Դա կլինի հերթական ավելի մեծ սխալը, քան այն ինչ որ կատարվեց ընտրությունների հետ կապված։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը մեկնաբանել է Ռուսաստանի Դաշնության երկաթուղու ավիացիոն օդանավակայանների վրա ուկրաինական հարվածները։ Ուկրաինան Պուտինին ռմբակոծելու առիթ տվեց, երբ տեսա Կիևի գործողությունները, մտածեցի, ահա եւ վերջ։ Հիմա կլինի պատասխան հարված, ասել է Տրամփը։ ԱՄՆ նախագահն այնուհետև հույս է հայտնել, որ այս ամենը չի հանգեցնի միջուկային պատերազմի, այդ թվում չի վերածվի համաշխարհային պատերազմի։ Հիմա ես ուղղակի մի բան ասեմ, որովհետև հասկանանք ինչա կատարում։ Այս երկու բանը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների համար դա պարզապես սարսափ է, այդ բառերը, միջուկային պատերազմ, բառը դա սարսափ է, ժողովուրդ։ Պատերազմ Ռուսաստանի դեմ դա իրանց համար սարսափ է։ Այդ սարսափը, ես գիտեմ, էլի Հայաստանում այդքան վախ բռնողներ կա, այն մարդ հրավիրեք գան այդ մարդկանց վախը բռնեն։ Ժողովուրդ ջան, գիտեք ինչի է, իրանց թվում է ինչ որ մարդիկ կան գիժ, որոնք իշխանություն են վերցրել, բայց այնքան իրանք էքսցենտրիկ են, պատրաստ են մոլորակը վերացնեն, իրանք էլ վերանան, մենակ իրանք ուզածը անեն։ Այ միամիտներ, Պուտինը իշխանությունը զավթել է, երկրի հերն անիծել է, մայրիկն էլ հետը, որպեսի վայելի իր աթոռը, նա չի ուզում մեռնի, նա ուզում է իր կյանքը երկարացնի, ոնց կարելի է այդ պրիմիտիվ բանի վրա խաբվել։ Պուտինն ուզում է մեռնի, մոլորակը վերացնի իր ամբիցիայի համար, իսկ ով է ասելու հալալա Պուտինի, եթե մոլորակը վերանա։ Ով է ձեզ խաբել, որ Պուտինն ուզում է մեռնի հանուն իր սկզբունքի։ Պուտինին թողես, երկիրը կմեռցնի, ինքը կապրի։ Այս վախը որտեղից է այս մարդկանց մեջ մտել։ Եվ դրա համար դրա վրա մի ամբողջ տեսություն է կառուցած։ Զգուշ եղեք, հա, իրանք միջուկային պատերազմ, այդ բլեֆի վրա վախացրել են բոլորը։ Մի հոգի գտնվեց, որը դասական քաղաքական մարդ չէր, էլի դերասան մարդ էր, Ռոնալդ Ռեյգանը, ասել ինչ են անում, ում են վախացնում, դե հիմա կտենակ վախացնելը ոնց է ալու։ Անենց շիրա տվեց, անենց ասես բերեք խաղաղության ծրագիր անենք, էս անենք, այն անենք, սպառազինության մրցավազքը կրճատենք, իրականում անենց քայլեր արեց, շուրեկան տեսան արդեն խորհրդային միությունը չկա, բա ուր էին այդ վախացնող տղեկը, որտեղ սարսափացրել են Ամերիկայի բոլոր նախագահներին, մինչև Դոնալդ Տրամփ, Պուտինը կպայթացնի, զգուշ եղեք, չէ, Պուտինն ուզում է մեռնի, ձևը չի գտնում։ Եվ երկրորդը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների մոտ մի հատ բարդույթ կա, որը դուրս չի գալի իրանց մեջից։ Իրանք 20 տարի կռվել են Վիետնամում 55-ից 75 թիվը։ Ու խայտարակ ձևով դուրս եկել, չէին կարեցել հաղթել։ 20 տարի կռվել են Աֆղանստանում 2001-ից 2021, խայտարակ ձևով դուրս եկել։ Մի քանի օրվա ընթացքում դուրս շպրտեցին Իրաքից, Սադամ Հուսեյնի Քուվեյթից, բայց երկրորդ իրաքյան պատերազմը 2003 թվականին, երբ որ արդեն տարածք մտան ու պետք է այնտեղ դրված դնեին ու աշխատեին ու պատերազմ, մինչև այսօր գլուխ չեն հանում, ու այդ վախը մեջները կա, արա ինչ գործ ունենք սրանց հետ Ամերիկայի զինվորը սրանցից գլուխ չի հանի։ Ժողովուրդ դուք ում հետ եք կռվի մեջ մտել, որ մտածում եք, որ դուք նրանցից գլուխ չեք հանի։ Դուք համեմատում եք Հյուսիսային Կորեան Ռուսաստանի հետ, կամ Վիետնամը, Աֆղանստանը Ռուսաստանի հետ, այդ աշճանի չեք տիրապետում, ինչա կատարվում աշխարհում։ Ո՞վ է ձեզ այդ ինֆորմացիաները տալի։ Ձեր անվտանգության ծառայությունը որտեղ է աճել, որտեղից է տվյալներ հավաքել։
Ժողովուրդ ջան, չկա տենց բան, որ Ռուսաստանը կդիմանա, երբ որ դու իր վրա ճնշում գործադրես։ Ռուսաստանը Հյուսիսային Կորեա չի։ Հյուսիսային Կորեան 122,000 քառակուսի կիլոմետր տարածք ունի, մոտ 26 միլիոն մարդ։ Մի քառակուսի կիլոմետրը 215 մարդ։ Ռուսաստանը մի քառակուսի կիլոմետրը 8 մարդ։ Հյուսիսային Կորեան այսբերգի պես երկիր է։ Մի քիչ գետնի երեսին է, մի 10 հեկտարը գետնի տակն է։ Դու նրան ո՞նց ես հաղթելու։ Կմտնեն տակերը դուրս չեն գա։ 25 անգամ մեկ շինչ են ընկնող համախառն ներքին արդյունքը Ռուսաստանի ցածր է, բայց այդ պետությունը գոյատևում է։ Նալրիվ ուրիշ երկիր է։ Ռուսաստանը թաթարի նման թալանում են, եվրոպացու նման վայելում իր էլիտան։ Այդքանը չեք հասկանում։ Ռուսաստանի էլիտան թալանել է թաթարական է։ Բայց իրանք Եվրոպայում սեփականություն ունեն, եվրոպական կյանքով են ապրում ու ապրելակերպ են ապրում, իրանք երեխեքը Եվրոպայում են, նա չի դիմանա, եթե նրա վրա ճնշում լինի։ Այսօր արդեն Ռուսաստանի փուչիկը պայթել է, չեք կարող հասկանալ։ Ռուսաստանը աշխարհի երկրորդ բանակն ուներ, եթե 3 օրում Ուկրաինան գրավեր, ամեն ինչ նորմալ էր։ Իրանց տեսանկյունից։ Սաղ կասեին դե տեսակ ինչ եղավ։ Որ ասում էին երկրորդ բանակն է 3 օրում գրավեց, սա հարևանները սսկված կմնային, որտեղ բոլորից տարածք վերցրել է։ Հա ես ասում եի դա անհնարին է, բայց մենք պետք է ասեմ մտամ քեզով է լսողը։ Սաղ աշխարհը տեսավ 3 օրում գրավել է։ Ինչքան ուզում է դու ասես այդպես չի։ Բայց կյանքը ցույց տվեց, չէ, եթե բլիցկրիգով ինքը 3 օրում չէր վերցրել, դրանից հետո այդ պատերազմը ինքը չէր կարող հաղթել։ Ու այսօր չի կարալու հաղթի։ Նույնիսկ եթե ինքը առաջ կա, նույնիսկ դա պայթացնի։ Ինչի, որտեղ այդ ժամանակի ընթացքում պարզվեց, որ իր բանակում առաջավոր տեխնիկա, տեխնոլոգիա շատ ցածր մակարդակի է, կոռուպցիան է բանակը կերել է։ Ինքը ընդհանրապես բանակ չունի։ Ինքը իր երկրից Կուրսկից մարդկանց դուրս անելու համար ամիսներով չէր կարողանում։ Հյուսիսային Կորեայից զորք է բերում, որ հանի։ Ինքը այդ ամեն ինչը ռազմական ռելսերի վրա է դրել, պետությունը փուչիկ է, չի դիմանում այդ ամեն ինչին։ Եվ մարդիկ արդեն հասան Արդեն փուչիկը պայթել է, ժողովուրդ ջան, արդեն ոչ թե հարևանները վախենում են, որ 3 օրում Ուկրաինան գրավելուց հետո հիմա էլ կգա մեզ կգրավի։ Ասում են վաղը քայլելով մտնելու ենք, մեր ուզած տարածքը հետ վերցնենք։ Այսօր դու Ուկրաինայի հետ կռվում ես, սաղ տվել ես հեռավոր արևելքը Չինաստանին։ Մեթոդաբար տալիս ես Չինաստանին, նրանք էլ բերում են իրանց աշխատողները լցում։ Դու Չինաստանի դեմը կարաս առնես, եթե Հյուսիսային Կորեայով ես Կուրսկից զինվորներին հետ քշել։ Չինաստանը մի հատ Հյուսիսային Կորեային ասի տեղը վեր ընկի, տեղը վեր կմնի, չգիտեք։ Այսինքն Չինաստանը գիտի, չէ՞ որ շատ հանգիստ վաղը մտնելու այդ բոլոր տարածքները, որ հիմա չինացիներ են ապրում, պետք է գիծը քաշի ու վերցնի։ Այդ ժամանակ Պուտինն արդեն չի լինի։ Կասի ժողովուրդ ջան, ես պահեցի, գրավեցի, ինձանից հետո ապաշնոր մեկը եկավ տերը տվեց։ Ժողովուրդ ջան, հաշտվեք այդ մտքի հետ, որ ուկրաինացին ա կռվում ռուսի հետ, ուկրաինացին տեսել է թե ռուսը ոնց է փախնում։ Զուգարանակոնքն է գրկած փախնում է, մեկ էլ լավացքի մեքենան եւ մեկ է սառնարանը գողացած որ տանի տուն, չտեսի նման է ամբողջ նկարները կա։ Ուկրաինացին 4 տարին է հետը կռվում է, ուկրաինացուն ասում են, լսի դու գիտես ռուսը ինչքան ուժեղ է, դու չես հասկանում ինչա կա։ Ասպտանաշը ես եմ իր հետ կռվում, ինձ եք բացատրում։ Ամերիկյան տված ջևելինը ուսին դրած, որ 2.5 կիլոմետրի վրա մոտենում էին տանկերին խփում էին, այդքան մոտենում էին ուկրաինացիները։ Տեսակ տանկային շարասյունը ոնց թողին փախան ռուսները։ Տանկից իջան վազեցին, ասին տանկերը խի թողիկ, ասպա տանկը որ քշեինք ջևելինով խփում էին։ Բա ուկրաինացիք չէին վախենում այդքան մոտիկանային տանկերին։ Այդ նկարները ուկրաինացին տեսել, ուկրաինացին ասում են, չէ, աման, դու իմացի Ռուսաստանը քեզ գիտես ինչ կանի։ Ժորժիան, եթե ուկրաինացու կարծիքը չեք հարցնում, ասում եք կողմնակալ կլինի, Հայաստանից հարցրեք, Ղազախստանից հարցրեք, Ուզբեկստանից հարցրեք, ասեք դուք Ռուսաստանի ազդեցությունը տեսել եք ձեր վրա, կարելի է Ռուսաստանի հետ ձևը գտնել, դες կբացատրեն ինչ անեք։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի հայտարարությունները, որը ռուս-ուկրաինական պատերազմը համեմատել է մանկական ծեսկրտուկի հետ, ասել է երբեմն տեսնում եք, թե ինչպես են երկու երեխա խելագարի պես իրար ծեծում, նրանք ատում են միմյանց եւ կռվում են զբոսայգում, իսկ դուք փորձում եք նրանց բաժանել, նրանք չեն ուզում, որ իրենց բաժանեն, երբեմն ձեզ համար ավելի լավ է թողնել, որ նրանք եւս որոշ ժամանակ կռվեն, իսկ հետո բաժանել, ասել է Տրամփը։ Ես ու Պուտինը զբոսայգու խաղահրապարակում երեխաներ չենք կեսել, ասել է Զելենսկին։ Պուտինը մարդասպան է, որը եկել է այս ազգի երեխաներին սպանելու։ Խնդիրը նախագահ Տրամփը չէ,
այլ ցանկացած մարդ, որն այստեղ չէ երկրում, նրանք, ովքեր գտնվում են հազարավոր մղոններ հեռու, չեն կարող լիովին զգալ եւ հասկանալ այս ցավը, հավելել է Զելենսկին։ Իսկ հիմա աշխարհը ինչով է զբաղված, ինչ անում այդ պատերազմի հետ կապված։ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկառնյուն հայտարարել է. Ֆրանսիան կսկսի ԱԹՍ-ներ արտադրել Ուկրաինայի տարածքում, նախաձեռնությունն անվանելով շահեկան գործընկերություն։ Նախարարի խոսքով խոսքը ֆրանսիական առաջադար ավտոմոբիլաշինական ընկերություններից մեկի եւ փոքր կամ միջին մասշտաբի պաշտպանական հատվածի պրոֆիլային ձեռնարկության միջև համագործակցության մասին է։ Անօթաչուների տեսակներն ու կոնկրետ նպատակը Լեկառնյուն չի հստակեցրել, սակայն ընդգծել է, որ արտադրանքի մի մասը կփոխանցվի Ուկրաինայի զինվորականներին, մյուս մասը նախատեսված է հենց Ֆրանսիայում օգտագործելու համար։ Ֆրանսիական զորքերը կկարողանան կիրառել այդ դրոնները կանոնավոր զորավարժությունների ընթացքում, որոնք առավելագույնս մոտ են այն պայմաններին, որոնցում այսօր կռվում է Ուկրաինան։ Նախարարն առանձին ընդգծել է, որ ուկրաինական գործարաններում աշխատելու են հենց ուկրաինացի մասնագետները։ Ուկրաինացիները մեզ գերազանցում են։ Տեսեք ինչ է ասում պաշտպանության նախարարը ուկրաինական բանակի մասին։ Այդ թող Ամերիկայից էլ լսեն։ Ուկրաինացիները մեզ գերազանցում են ոչ միայն անօթաչու թռչող սարքեր նախագծելու, այլև դրանց համար ժամանակակից մարտական դոկտրիններ մշակելու ուղղությամբ, ասել է նախարարը, Լեկառնյուն։ Այս է ինչի մասին խոսում ենք։ Կանադայի ազգային պաշտպանության նախարարությունը հաղորդում է. Կանադայի կառավարությունը Ուկրաինային հատկացրել է ավելի քան $25 միլիոն ռազմական օգնություն։ Ուկրաինայի կոնտակտային խմբի նիստի ժամանակ Կանադայի պաշտպանության նախարարը հայտարարել, որ Ուկրաինային ավելի քան $35 միլիոն ռազմական օգնություն տրամադրելու մասին, ասում է կառավարության հաղորդագրության մեջ։ Այսինքն սա նաև խոսում է նրա մասին, որ Կանադան, որը որ ասեցինք, որ ինքը սահմանադրական միապետություն է, ֆորմալ առումով նրա միապետը դա Մեծ Բրիտանիայի միապետն է, Չարլզ III-ը, որն էլ գնաց այնտեղ հատուկ ցույց տվեց, որ եկել եմ մեր տարածքներին տիրություն անեմ, եւ այսինքն դա ցույց տվեց, որ Մեծ Բրիտանիան էլ իր ազդեցությունը հենց այնպես չի ընդլայնում։ Պատահական չի, որ ասեցի նույն կարգավիճակը ունի Ավստրալիան, Նոր Զելանդիան։ Ավստրալիան լավ էլ պաշտպանում է Ուկրաինային, այն դեպքում, երբ որ իր անվտանգությունը պաշտպանում է Միացյալ Նահանգները։ Իսկ հիմա Ռուսաստանից վայնասունը նայեք, թե ինչա կատարվում։ Ռուսաստանի պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը նամակ է հղել Բունդեստագի նախագահ Յուլիա Գլոկներին եւ բողոք հայտնել, որ Գերմանիան Ուկրաինային ծանր սպառազինություններ է բատակարարում, ինչպես նաեւ նպաստում նրա ռազմաարդյունաբերական համալիր արդիականացմանը։ Պետդումայի խոսնակը զգուշացրել է, որ Գերմանիայի կառավարության այդ քայլերը կարող են բերել ռուս-գերմանական ռազմական արձակատման։ Դա գերմանական ժողովրդին պետք է։ Հարցին ես պատասխան չունեմ, բայց կարող եմ ասել, որ մենք ամեն ինչի պատրաստ ենք, գրել է Վոլոդինը, որ նամակը հասցեագել է նաև Գերմանիայի խորհրդարանի բոլոր 5 խմբակցություններին։ Այս հասկանում եք, չէ՞ որ վախից են այս ամեն ինչը ասում։ Իսկ Պետդումայի նախկին խոսնակ Արդար Ռուսաստան հանուն հայրենիքի կուսակցության համանուն խմբակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին խորհուրդ է տվել թարմացնել հիշողությունը եւ չմոռանալ, թե Ռայստագի պատերին ինչ է գրված։ Ռուսաստանցի խորհրդարանականի գնահատմամբ Գերմանիան ռուսատյաց քաղաքականություն է վարում, երբ Ուկրաինային սպառազինություններ է տրամադրում եւ դավաճանում իր սկզբունքներին։ Մենք թույլ չենք տա դավաճանել պատմությունը եւ մոռանալ երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը, քանի որ այն ժամանակ մեր դեմ կռվել է ոչ միայն ֆաշիստական Գերմանիան, այլև ողջ Եվրոպան, բայց մենք հաղթել ենք եւ դա չենք մոռանա, գրել է Միրոնովը։ Տեսնում եք ինչ սարսափա իրանց բռնել, վախացնում են Գերմանիան։ Էլ չեն հասկանում, որ հիմա այս հայտարարությունը վերցնել է ամերցը, իր ժողովրդին ասի Ժորժ ջան, հիմա հասկացաք, ես զենք եմ արտադրում, ես զենք արտադրող գործարան ունեմ։ Զենքը վաճառում եմ նրան, ով փողը տալիս է։ Ինձ ասում են, եթե դու զենքը վաճառես, ես կգամ քո երկիրը կգրավեմ։ Պատկերացրեք, Հայաստանը ռազմական արդյունաբերություն է զարգացնում եւ մեկ ուզում է Հայաստանից զենք առնի։ Հայաստանը վաճառում է, գալիս են մեր երկիրը գրավում է։ Այդ ինչ պրիմիտիվ մոտեցում է։ Այս ռուսական զորբայությունն է։ Բայց դու միլիարդավոր դոլարների զենք տվիր Ադրբեջանին, նշանակում է դու պատերազմի մասնակից ես։ Այս նույն բանը իրանք են անում, բայց վախից են անում։ Վայնասուն, բայց այս վայնասունը օգնելու է ամերցին։ Օգնելու ասի Ժողովուրդ ջան, բավարարում ենք Ռուսաստանը ցանկանում է գա Ռեստագի պատին բաներ գրի, բա դրա համար ենք օգնում Ուկրաինային։ Ուզում եք մենք կռվենք, այնա Ուկրաինան կռվում է։
Իսկ հիմա նայեք, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կդառնա առաջին օտարերկրապետության ղեկավարը, որը կայցելի Գրենլանդիա անվտանգության հարցեր քննարկելու համար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի դանիական կղզին Միացյալ Նահանգներին միացնելու ցանկության մասին հայտարարություններից հետո 3 առաջնորդները Մակրոն, Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսեն եւ Գրենլանդիայի վարչապետ Յենս Ֆրեդերիկ Նիլսեն կքննարկեն անվտանգությունը Հյուսիսատլանտյան օվկիանոսում եւ Արկտիկայում։ Պաշտոնական այցը կկայանա հունիսի 15-ին։ Գրենլանդիայի եւ Դանիայի վարչապետների հրավերով իրանք հրավիրել են, Մակրոնն էլ գնացել է։ Եթե այնպես չլներ, որ Մակրոնը գնալու ցանկություն չուներ, հրավերքել չէր լինի։ Տարածաշրջանային անվտանգության հարցերից բացի քաղաքական գործիչները կքննարկեն կլիմայի փոփոխություն, էներգետիկ անցումը եւ անհրաժեշտ հանքանյութերի մատակարարման անվտանգությունը։ Ելիսեյան պալատը հայտնել է, հիմա տեսեք ֆրանսիացիք ինչ են ասում, այցի նպատակն է ամրապնդել Գրենլանդիայի հետ համագործակցությունը վերոհիշյալ ոլորտներում, որը ես ձեզ համար կարտացի, կլիմայի, էներգետիկ եւ այլ եւ այլ, ինչպես նաեւ ամրապնդել եվրոպական ինքնիշխանությունը։ Այսինքն Դանիային, Ֆրանսիայի նախագահը ասում է, մենք տեր ենք եվրոպական ինքնիշխանությանը, եթե քո տարածքի նկատմամբ ոտնձգություն են անում են եվրոպական ինքնիշխանության նկատմամբ։ Եկել եմ հատուկ նպատակային այդ հայտարարություններից հետո գալիս եմ, որ ասեմ, ես ձեզ տեր եմ։ Այս սա է կատարվում Եվրոպայում, որ Եվրոպան ինքը շատ լավ է այսօր հասկանում է, որ իսկ եթե Եվրոպան ոտի կանգնեց, հասկացավ, համախմբվեց, դրա մասին եկել ենք խոսել, շատերը չեն պատկերացնում, թե ինչ հնարավորությունների է տիրապետում Եվրոպան եւ ինչ ամբիցիաներ ունեն եվրոպական շատ-շատ երկրների շատ-շատ քաղաքացիներ, ինչ մակարդակի ամբիցիաներ ունեն, ինչ ծավալապաշտական ամբիցիաներ ունեն, որոնք իրանք զսպել են Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի շրջանակներում։ Առաջի հերթին ամեն մեկ իր հարևանի հետ կոնֆլիկտ է ունեցել։ Առաջի հերթին, որ իրանք իրար չուտեն, իրանք իրար պրետենզիա չներկայացնեն, խաղաղ գոյակցեն։ Եթե այսօր արդեն Ռուսաստանն ու Ամերիկան ասում են, Եվրոպա դու գլխի ճարատես, մենք քո հետ այսպես ենք բարով, այսինքն հրաժարվում են ռուսական էներգակիրներից եւ ամերիկյան աջակցությունից, իհարկե ես ուղղակի բացառում եմ, որ ամերիկյան աջակցությունը պակասի, պատահական չի, որ արդեն Ռուսաստանում առաջի թշնամի Ամերիկային չեն համարում, ժողովուրդ ջան։ Էդ էլ պատկերացեք, հարցում են անցկացնում։ Արդյունքն արդեն այն որ ասում են կոլեկտիվ արևմուտք, չէ՞, մենք ասում ենք հավաքական արևմուտք, իրանք է կոլեկտիվնի զապատ։ Էլսո էլ չեն ասում։ Այլ ինչ, արդեն Ամերիկային իրանք առանձնացրել են դրանից։ Եվ պատկերացնեք, արդեն Ամերիկան Ռուսաստանի թիվ 1 թշնամին չի, արդեն թիվ 1 թշնամին Գերմանիան է, Մեծ Բրիտանիան է, ժողովուրդ, ու կարծում եք, որ դա իրանք ասում են, երրորդ տեղում է Ուկրաինան, ու կարծում եք, որ իրանք դա ասում են, դա վատ է, դա ընդհակառակը, իրանք այդ վախը արդեն հասկանում են Եվրոպայից, հասկանում, որ Եվրոպան ոտի է կանգնում, հասկանում են, որ իրանք սխալվեցին այդ հարցում։ Եվ դրա համար ես կարծում եմ, որ այո, Եվրոպան պարտադիր պիտի ոտի կանգնի, եւ եթե չէին սպասում, շատ հարմար ձևով եվրոպացիներն էլ էին հանգիստ իրանց համար ապրում, մյուսներն էլ արդեն սկսել էին անուն դնել, հիմա իրանք ստիպված կլինեն ոտի կանգնել եւ շատ-շատերը արդեն շատ զգուշավոր կլինեն, որովհետեւ այն ռեսուրսը, որ Եվրոպան ունի իր աշխարհագրական դիրքով, իր մեջ շուկայով, որը ավելի մեծ է, քան Միացյալ Նահանգները, առավել եւս, որ ասենք Կանադա, Նոր Զելանդիա, Ավստրալիա, իմացեք դա, Ճապոնիա, դրանք բոլորը կանգնելու են այդ եվրոպական բանի կառույցի շուրջ են հավաքվելու, նաեւ Ճապոնիան չզարմանաք։ Այն դեպքում, երբ որ լավ էլ Ամերիկայի դաշնակիցներ, բայց ինքը դժգոհ է, եթե Ամերիկան Ռուսաստանի հետ խաղեր տա։ Այնպես որ ուզեմ ասեմ, լրիվ նոր իրավիճակ է մեզ սպասվում, մենք հասկանում ենք դա ինչի հանգեցնում, դրա համար երբ որ նայում ենք թե մեր երկրում ինչա կատարում, իսկ թվում է կամ մենք չենք այս մոլորակի վրա, կամ իրանք չեն այս մոլորակի վրա, կամ իրանք արդեն քաշել թռել են, դրա համար չենք հասկանում իրանք։ Դե ինչ, այսօր այսքանը, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։